Ներողություն, իսկ ինչու մինչև տարեվերջ։ Երրորդ նախագահն էլ մշտապես խոսել այն մասին, որ անհրաժեշտություն կա այդ փաստաթղթերի հանրայնացմանը։ Որպես երկրորդ ու երրորդ նախագահների հարցազրույցների արձագանք մինչև այս տարեվերջ Արցախյան բանակցությունների փաստաթղթեր հրապարակելու մասին գրառում է Արել Փաշինյանը։ Խորհրդարանական ընդդիմությունը հիշեցնում է, դա վաղուց իրենք են պահանջել երկրի ղեկավարից։ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը 2018 թվականի մայիսին։ Ինչն էր իրան խանգարում դիցուկ 2018 թվականի նոյեմբերին հրապարակել բոլոր փաստաթղթերը։ Բանակցային բոլոր փաստաթղթերի բովանդակությունը հայտնի է, վստահեցնում են ընդդիմադիրները, պնդելով, որ դրանց հնարավոր հրապարակումը իրենց չի անհանգստացնում, եթե իհարկե հրապարակվեն իրական, չկեղծված փաստաթղթեր, այդ մտավախությունը ունի ընդդիմությունը։ Ինքը այս 8 տարում նստած փաստաթղթեր էր կեղծում։ Միակ խնդիրը կարող է լինել այն, եթե դա որևէ ձևով աղճատված ներկայացնի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացված հայ-ադրբեջանական բանակցությունները այնքանով, որքանով դա հնարավոր է, հրապարակվել են։ Կազանի մադրիդյան փաստաթղթի քիվեստյան բանակցությունների ընդհանուր պետության գաղափարի բովանդակությունը գաղտնիք չէ։ Երբ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով գործընթացը տեղի է ունեցել, որոշակի առումով դրանք նաև հանրայնացվել են թույլատվության այն տրամաբանության տեսանկյունից, որ այդ պայն թույլ է տվել։ Պայմանական 2007 թվական մադրիդյան փաստաթուղթ, 2009 թվական ընդհանուր սկզբունքների շուրջ փաստաթուղթ, Կազան։ Փոխարենը 7 կողպեքի տակ են պահվում Փաշինյանի զրոյական կետից սկսված բանակցությունները։ Հրապարակողը թող հրապարակեր այն փաստաթուղթը, որը իրեն են փոխանցել համանախագահները 2019 թվականի հունիսին Միացյալ Նահանգներում։ Ըստ Հայաստանի երկրորդ նախագահի Փաշինյանը աննախադեպ մի բան է արել այդ օրերին, մերժելով առհասարակ բանակցել այդ փաստաթղթի շուրջ։ Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը։ 19 թվականի ներկայացված փաստաթուղթը ուղղակի հրաժարվել է բանակցել։ Ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթաց։ Իրականում բանակցությունները կարող էին չավարտվել պատերազմով, կարող էին ավարտվել համաձայնեցված փաստաթղթով, վստահ է Քոչարյանը։ Բանակցային գործընթացը կավարտվեր այդ մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունման տարբերակով։ Երրորդ նախագահը նույնպես պնդել էր, որ Հայաստանի վարչապետն իր գործողություններով թույլ է տվել Ադրբեջանին ու Թուրքիային պատերազմ սկսել։ Ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Իսկ Փաշինյանը նորից առաջ է մղել իր այն թեզը, թե Արցախի հարցը թոք էր, որ Հայաստանը կապում էր մոտակա ծառից։ Իբր բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին, իսկ դրա վերջնանպատակը ըստ Փաշինյանի Հայաստանի պետականությանը վերջ դնելն է եղել։ Մտակվելու խնդիրը, որ ունի ամբողջ պետությունը եւ հասարակությունը, Փաշինյանի ուղերձն էր։ Իրականում ոչ թե մտակվել, այլ զարթնելու կարիք կա։ Եթե Փաշինյանի կարծիքով թոք է եղել Արցախի հարցը Հայաստանի վզին, ուրեմն նա գիտակցաբար է կտրել այդ թոկը։ Դա միանգամից կարմիր լամպ է վառում։ Ուրեմն Փաշինյանը գիտակցաբար գնաց այդ թոկը կտրելուն։ Ուրեմն պատերազմը գիտակցաբար չկանխվեց, իսկ միգուցե նաև հրահրվեց։ Հրահրվեց հազարու մի իրար հակասող հայտարարություններով Արցախը Հայաստանը եւ վերջից, մինչև Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Կա Նիկոլ Փաշինյան, որը 18 թվականին ասում էր իր համար սկզբունքը ինքնորոշման իրավունքի սկզբունքն է։ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ 22 թվականին Նիկոլ Փաշինյանը, ով ասում էր Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Արթուր Խաչատրյանը չի հիշում, թե 2019 թվականի Փաշինյանի հրապարակման մեջ իր ստացած բանակցային ժառանգության մասին Արցախի թոք լինելու վերաբերյալ ապացույցներ եղած լինեն։ Այդ թուղթը կարդում ես եւ նման հարց չկա, որ Ղարաբաղի
բանակցությունները թոք էր, Ղարաբաղը կորցրել էր անկախ լինելու հնարավորությունները։ Խաչատրյանը հիշեցնում է, որ առաջին անգամ 2018 թվականի նոյեմբերին Դուշանբեում Ալիևի հետ հանդիպումից հետո է Փաշինյանն օգտագործել պատերազմով Ղարաբաղի հարցը լուծել արտահայտությունը, փորձելով Օվերտոնի պատուհան բացել դրա համար։ Դատախազությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը պետքա թակի Փաշինյանի տունը եւ ասի դե էլ մի հատ արի բացատրես ինչա տեղի ունեցել։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։